Դու գիտեք, որ ախտալագետը դա արդեն գետ վաղուց գետ չի, որ ասեմ մի 20 տարի, даже 25 տարի գետ չի, даже 30 տարի գետ չի, այլ պոչատարն է, մտնում է դեբետ եւ դեբետը նաեւ ախտոտվում է։ Ну ինքը լրիվ մեր հանկարծունաբերության տիպիկ պատկերն է։ Կենսաբանական գիտությունների տեխնացու Ինգա Զարաֆյանը ներկայացնում է շրջակա միջավայրին հասցված վնասի մի մասը, որը Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի կողմից հանքերի շահագործման հետևանք է։ Իսկ Ախթալայի բնակիչ Սասուն Վարդումյան, ով զբաղվում է տարածաշրջանի պատմության ուսումնասիրությամբ, ավելացնում է. Լալվար սարից իջնող եւ Դեբետ գետին միացող Ախթալա գետակում ժամանակին մեծ ձկներ են եղել, որոնք իրենց բարբառով կապոտ են կոչվել, իսկ հիմա կարող եմ ասել, որ Ախթալա գետակում կենթանական աշխարհի որևէ ներկայացուցիչ չի բնակվում։ Հիմա մնացածը դուք արդեն հասկացեք։ Տարիներ առաջ Էկոլուր հասարակական կազմակերպության մասնակցությամբ այստեղ իրականացվել են հետազոտություններ, պարզելու հողում, միրգ բանջարեղենում եւ մարդու օրգանիզմում ծանր մետաղների առկայությունը։ Պարզվել է, որ ինչպես Դեբետ գետի նսվածքներում, այնպես էլ հողի մեջ բարձր է աղտոտվածության աստիճանը։ Ըստ այդ հետազոտության Ախթալա, Ճոճկան բնակավայրերի տարածքներում աճեցված մշակաբույսերի 5 նմուշներում սնդիկ է հայտնաբերվել։ Պետությունը որ ունի լծակներ, բայց մարդը պետք է զգա, որ լծակ աշխատում իր պաշտպանության համար։ Դա միանշանակ է։ Մեր մարդիկ վախենում են, որովհետև այդ պաշտպանությունը չեն զգում, պետք է զգան։ Դեռևս 2022 թվականին Քննչական կոմիտեն քրեական վարույթ էր նախաձեռնել։ Պաշտոնական հաղորդագրությունում նշվում էր, որ քննչական անհետաձգելի գործողություններ են կատարվում Ախթալայի կոմբինատի պոչանքների Դեբետ գետը լցվելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Ըստ փորձագետ Օլեգ Տուրգարյանի, Ալավերդի համայնքի մի շարք բնակավայրերի բնակիչներ արդեն 4 տարի դատարաններում են։ Շուրջ 70 մարդ դիմել է դատարան սեփական իրավունքների պաշտպանության համար։ Հանքարդյունաբերական թափոնների պատճառով իրենց առողջությանը, սեփականությանը հասցված վնասի փոխհատուցում ստանալու պահանջով։ Ու դա միակ եզակի դեպքն է Հայաստանում, որովհետև Հայաստանում ընդհանրապես աղտոտվածության, հետևանքով առաջացած վնասների փոխհատուցման մեխանիզմներ գոյություն չունեն։ Այսինքն մենք այս դեպքում դեռևս գտնվում ենք քարե դարում։ Փորձագետի խոսքով հիմա նրանք պայքարում են բոլորի համար, նախադեպը ստեղծելու ակնկալիքով, եւ սա առաջին դեպքն է, երբ գետի աղտոտման համար 2 քրեական գործ է հարուցվել։ Ըստ Տուրգարյանի, դա եղել է համայնքի բնակիչների եւ իրավապաշտպանների հետեւողական բարձրաձայնումների շնորհիվ։ Հանքարդյունաբերությունը Հայաստանի հնայի 3%-ն է կազմում, գյուղատնտեսությունը 7-ից 8%-ն է կազմում, բայց մենք տեսնում ենք, որ այդ 3%-ը անընդհատ մեծ վնասներ է հասցնում այն 8%-ին եւ դրա ականատեսը մենք մարզում լինում ենք։ Մյուս կողմից հանքարդյունաբերությունը կարևոր դեր ունի տնտեսության մեջ, բնականաբար ապահովում է հարկային մուտքեր եւ բազմաթիվ աշխատատեղեր։ Այդ պատճառով Ախթալայի բնակիչների մի մասը դեմ է արտադրության դադարեցմանը, միաժամանակ գիտակցելով, որ պետք է ապահովվի բնապահպանական պահանջները եւ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը։ Որ ասես իրանք վնաս չեն տալի, իհարկե տալիս են, դե բնական բան է, բայց առանց դրա չի լինի։ Հիմա մարդիկ գիտակցելով, որ կարող է ինչ-որ մի բան էլ վնաս է պատճառում թե բնությանը, թե մի քիչ մարդուն, բայց դա այդ չափի չի, որ դրա համար փակվի հիմնարկը ու մարդիկ մնան անգործ։ Պատկերացնում եք 500 աշխատատեղ կա այսօր, եթե չլինի այդ 500 մարդը թողալու է գնա։ Փորձագետները պնդում են, որ հանքարդյունաբերողները պետք է անվտանգության միջոցառումներ իրականացնեն, կատարեն ռեկուլտիվացիա, խախտված հողերի վերականգնում, կիրառեն նոր տեխնոլոգիաներ, իսկ պետությունն ավելի լուրջ վերահսկողություն սահմանի։ Պիտի վերահսկողությունը ավելի բարձր լինի։ Իմ կարծիքը դա է։ Եվ ոչ միայն գետակների, մենք ավելի լուրջ խնդիրներ ունենք կապված նահատակի պոչամբարի հետ, նազիկ պոչամբարի հետ։ Արտադրամասեր են բացել, որ ընդհանրապես այդ պոչամբարները չաշխատեն, քանի որ իրանք արդեն լցվելու վրա են, որ դուրս է գալի այդ կոնցենտրատը, որ պետք է գնա պոչամբար, հիմա իրանք հենց տեղում մշակում են, ուղարկում են ուրիշ տեղ, դա արդեն նորմալ կլինի։ Տարածաշրջանի բնակիչները մշտապես բախվել են այս խնդիրներին, բազմաթիվ փորձագիտական կարծիքներ են լսել եւ հետազոտություններ ընթերցել։ Նրանք տարբեր դիրքորոշումներ ունեն, սակայն բոլորն էլ նույն օդն են շնչում եւ իրենց իրավունք են վերապահում սեփական տեսակետը հայտնել։ Ռադիացիան է շատ երևի Շամլուղում բանում, հետո իմանում եմ Շամլուղ էլ շատ մարդիկ են մահանում։ Թեղուտի հանքերը բացել են երկրաչափության մեջ ոնց է ամենակարճ հեռավորությունը ուղիղ գիծն է։ Եթե ուղիղ գծով վերցնեք 2 կիլոմետր ու կես 2 կիլոմետր է։
Պարզ բանա որ կվնասի։ Մասնագետներն ու բնակիչները համակարծիք են մի շարք հարցերում անհրաժեշտ են համարում խստացնել պետական վերահսկողությունը, ապահովել պոչամբարների անվտանգ շահագործումը, արդիականացնել արտադրական եւ մաքրման համակարգերը, նվազեցնելով արտանետումներն ու արտահոսքերի ռիսկը։ Հիմա մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, մի դարաշրջանում, որտեղ այդ բոլոր ռիսկերը կառավարելի են։ Եթե նայենք միջազգային չափանիշները, միջազգային այդ արտասահմանյան հանքային ոլորտները, իհարկե մարդիկ ստեղծում են նոր ֆիլտրացիոն համակարգեր, օդազտման համակարգեր, նոր տեխնոլոգիաներ։ Այս առումով Ախթալայի լեռնաստիճան կոմբինատը բավականին հետ է։ Հիմա մենք պետք է փոխենք մեր մի քիչ բարապաշարը, մենք պետք է խոսենք արդեն ոչ թե ռիսկերից, այլ հետևանքների վերացման համար։ Հրաշալի բնապատկերներով եւ անտառներով հարուստ տարածաշրջանը զբոսաշրջության զարգացման հնարավորություններ ունի, սակայն բնապահպանական խնդիրներն արգելակում են այդ միտումը։ Զբոսաշրջիկներն այցելում են Ախթալայի վանական համալիր եւ միայն այդքանը, նրանք խուսափում են տեղներից եւ աղտոտված կետերից։ Ինչ շատ է պատահել, որ մանավանդ արտասահմանից եկած տուրիստները երբ տեսնում են, ահավոր խուսափում են նման տեղանքներում իրենց գիշերակացը կամ իրենց, չգիտեմ, հետագա մնալը չեն կարգավորում այդ տարածքներում, սա խնդիր է զբոսաշրջության համար։ Այնպես որ անկնահատելի է պետության դերը հանքարդյունաբերության ոլորտում բնապահպանական եւ հանրային առողջության ռիսկերի կանխարգելման գործում։ Համապատասխան կառույցների պարտականությունն է ապահովել, որ ընդերքօգտագործումն իրականացվի օրենսդրության պահանջներին համապատասխան եւ նվազագույն ազդեցությունն ունենա շրջակա միջավայրի վրա։ Էդուարդ Մխիթարյան, Համբարձում Պապոյան, Regions TV, Լոռու մարզ։